Տիկին Գյուրեղյան, ինչպես ասում են, այս անվստահության գործընթացը սկսել է այսպես ավելի մեզ խմորը շատ ջուր կտանի եւ հիմա այսպես նոր իրողություններ են բացվել ԿՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը, Հակոբ Հաստանյանը արձագանքելով Արթունենք շարժման պատգամավորների նամակներին վարչապետի թեկնածու են առաջադրել եւ 3 անգամ ստորագրել են եւ նամակը պատրաստվում են, եթե 36 ստորագրություն հավաքվի, ուղարկել ազգային ժողովի նախագահին։ Ինչպես եք սա գնահատում, հաշվի առնելով նաեւ Հայաստան խմբակցության նախորդ հայտարարությունը ընդհանուր այս անվստահության գործընթացի հետ կապված այս փուլում։ Շատ շնորհակալություն այդ կարևոր հարցի համար։ Գիտեք, իմպիչմենտի գործընթացը, որպեսզի դրական արդյունք բերի, միաժամանակ պետք է 4 բաղադրիչ միաժամանակ տեղի ունենա։ Առաջինը, որ պետք է 36 падգամավոր ստորագրեն, որ նախաձեռնում են այդ իմպիչմենտի գործընթացը։ Երկրորդ, որ պետք է անպայման այդ նամակի մեջ, որ դիմվելու ազգային ժողովին, ներկայացված լինի վարչապետի իրենց թեկնածուն։ Երրորդ, որ պետք է 72 ժամվա մեջ նիստը կայանա եւ 72 ժամվա մեջ ազգային ժողովը որոշում կայացնի վարչապետի անվստահություն հայտնելու վերաբերյալ։ Այսինքն, այս ամեն ինչը պետք է միաժամանակ տեղի ունենա, որպեսզի մենք համոզված լինենք, որ սա դրական արդյունք կտա եւ սկսենք այս գործընթացը։ Այո, ենթադրենք 36 ստորագրությունը հավաքվեց։ Մենք համոզված ենք, չէ, որ այն 18 քվեն, որ պետք է անվստահություն հայտնելու համար, որոնք պետք է տային ԿՊԱ-ականները, պետք է մենք արդեն ապահոված լինենք։ Իսկ առավել քան համոզված ենք, որ որպեսզի մենք կարողանանք ապահովել 18 քվ ԿՊ-ից, մենք պետք է ունենանք հանրային մեծ ճնշում փողոցում։ Հիմա այստեղից հարց. արդյոք Էդմոն Մարուքյան թեկնածուն այն թեկնածուն է, որը պետք է առաջացնի այն հզոր փողոցային ճնշումը, որը կբերի 18 քվ։ Սա շատ լուրջ հարց է։ Եվ բացի դա, արդյոք Էդմոն Մարուքյանը ըստ էության ինքը այդ հանրության ճնշում առաջացնող թեկնածուն է եւ արդյոք Էդմոն Մարուքյանը այն թեկնածուն է, որը հականիկոլիզմի պայքարի թեկնածուն պետք է լինի։ Ես խիստ կասկածներ ունեմ այդ ուղղությամբ, բայց մյուս կողմից ըստ էության, եթե խոսքը վերաբերվում է մեր խմբակցության վերաբերմունքին, ապա մեր խմբակցությունը վաղուց արդեն հայտարարություն տվել է, որ եթե առաջանան, եթե կան հայտնի են այդ 8 ստորագրությունները, ապա այդ պարագայում նոր խմբակցությունը կսկսի քննարկել թեկնածուի հետ որոշակի հարցադրումներ։ Արդեն 8 ստորագրություն կա, Որտեղ են է։ Եթե, բայց այստեղ ձեր ասացի մեջ ասում բանալի բառը եթեն է։ Մենք էլ ենք ասում, եթե մենք տեսնենք այդ 8 ստորագրությունը, կարող ենք սկսել քննարկում։ Հիմա եթե թեկնածուն փոխվի, հստակ ձևակերպել է, որ իրենք Էդմոն Մարուքյան թեկնածուով իմպիչմենտի այդ գործընթացին չեն միանալու։ Եթե թեկնածուն փոխվի, այդ դեպքում հնարավոր է որ ձայներ տրամադրենք։ Եթե հայտնի լինի թեկնածու եւ եթե ունենանք այդ 8 ստորագրությունը մեր արժեվ դրված, կսկսենք քննարկումը, բայց ոչ են ունենք ու այսպես անիմաստ տեղը քննարկում ենք։ Բայց ամեն գիտեք ինչ, նսեմացնում ենք այդ իմպիչմենտի գործիքի կիրառման իմաստը։ Իսկ Տիկին Գյուրեղյան, ամեն դեպքում ինչու դուք թեկնածու չեք առաջադրում։ Խնդիրը ո՞րն է, ասում են որպես ընդդիմադիր մեծ խմբակցություն, հենց դուք կարող եք թեկնածու առաջադրել։ Բայց ես նշեցի, չէ, որ իմպիչմենտի գործընթացը որպեսզի արդյունք տա, դրական արդյունք տա, իսկ մենք եթե գնում ենք այդ գործիքը կիրառելու, գնալու ենք դրական արդյունքի ակնկալիքով։ Դրա համար մենք պետք է Ուրեմն ասում եմ մենք կմիանանք, այդ դեպքում 2 ձայն է մնում, հնարավոր է Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Հաստանյանն էլ միանան։ Խնդիրը 36 ստորագրությունը չի միայն։ Խնդիրը հանրային լայն ճնշում առաջացնելով 18 ամենակիչը 18 ԿՊԱ-ական քվ ունենալն է, բայց որպեսզի դու 18 հաստատ քվ ունենաս ԿՊ-ից, դու առնվազն 25-30 չնախատես, ասենք հաշվարկված կողմնակից ունենաս ԿՊ-ից։ Հասկանում եք, այս ամեն ինչը պետք է մեկտեղ դնել, որովհետև սկսել գործընթացը հետո ասել տեսնենք, էլի 36-ը ստորագրել ենք թեկնածու, սա է հանրային ճնշում կառաջանա 18-ը կունենանք, թե չէ, դա աբսուրդ է։ Մենք ունենք 72 հստակ սահմանված ժամ, ոչ 1 րոպե պլյուս, ոչ 1 րոպե մինուս։ Այսինքն դու գործընթացը սկսում ես, նշանակում է պետք է հաշվարկված սկսես։
Իսկ այսօրվա մեր հաշվարկներով այսօր այդ պահը չի, բայց ոչ մեկը չի ասում, որ այդ գործիքը չի կարելի, որ չենք օգտագործելու եւ ընդհակառակը օգտագործելու ենք, բայց ճիշտ ժամանակին, ճիշտ հաշվարկված, որպեսզի մենք հասնենք մեր ուզած արդյունքին։ Տիկին Գրեգան, կողմ թողելով Էդման Մարուքյանի այսպես կերպարը որպես վարշապետի տեխնացու, որ առաջադրել են, բայց պատիվ ունեմը հստակ հայտարարել է, որ եթե տեխնացու լինի, իրենք անվերապահորեն միանան, այսպես ասած, այդ տեխնացուին եւ դեռ չգիտեն ով կարող է լինել, հիմա ասում են, որ անընդունել է, սա ինչ է։ Գիտեք, ինչ որտեղ ես հասկանում եմ պատիվ ունեմի այդ վերաբերմունքը, որովհետեւ ըստ էության պատիվ ունեմը շատ հստակ բացատրել է, որ Էդմոն Մարուքյան կերպարը իրենց համար Նիկոլ երկու կերպարն է։ Անկեղծ ասած, ես իմ բոլոր ելույթներում, մինչև այդ Վանաձորին նվիրված մտիմ ընտրությունների նվիրած բոլոր ելույթներում ես նման կերպ բնութագրել եմ Էդմոն Մարուքյանին։ Էդմոն Մարուքյանը լրիվ Նիկոլ Փաշինյանի, այն ասում թելով, հա, ասեղը թելով մարդն է, նա լրիվ նիկոլիզմի գաղափարախոսության կրողն է եղել, այդ ոնց եղավ, որ հիմա փոխվեց։ Ես չեմ հավատում նման փոփոխությանը, եթե իհարկե դա նպատակային ձևական փոփոխություն չի։ Դուք շարունակում եք մտել, որ սա ըստ էության այն առաջին հայտարարությունը, որ այս ամեն ինչը արվում էր Հայաստան դաշինքին թիրախավորելու, այսպես փակուղի մեջ դնելու, այսպես եթե չեք միանում, ուրեմն ճիշտն ասած, գիտեք, ես շատ ներողություն, բայց այդքան լուրջ չեմ համարում այն մարդկանց, ում կարծիքը այդպես պնդում է, որ Հայաստան դաշինքին նրանք կարող են փակուղու մեջ դնել։ Հայաստան դաշինքը իր հաշվարկված գործողություններն ունի, իր հաշվարկված մոտեցումներն ունի, եւ եթե իրենց թվում է, որ դրանով Հայաստան դաշինքին կարող են փակուղու մեջ դնել, ապա չարաչար սխալվում են։ Ընդհակառակը իրենք իրենց էությունն են բացահայտում։ Իրենք իրենց ծրագրային մոտեցումներն են բացահայտում։ Ես այստեղ ոչինչ ուրիշ չեմ տեսնում։ Տիկին Գյուրեղյան, իրենք մի պատճառաբանություն են բերում, ասում են, եթե հերթական ընտրություններով իշխանափոխություն լինի, Նիկոլ Փաշինյանը կարողանալու է վարչական ռեսուրսներ կիրառել եւ թափանցիկ արդար ընտրություններ չեն լինի, բայց եթե հիմա մենք այս գործընթացով անենք, այդ ժամանակ Փաշինյանը չի կարող իր իշխանական լծակները կիրառել։ Այդ դեպքում դուք պետք է գործընթացում էլի եմ կրկնում, մենք այդ գործիքի կիրառումից չենք հրաժարվում, բայց այդ գործիքը պետք է կիրառել ճիշտ ժամանակին, ճիշտ հաշվարկված, որ արդյունք տա։ Հակառակ պարագայում մենք հեշտացնենք Նիկոլ Փաշինյանի գործը, որովհետև եթե այդ մտավ նման հարցադրում ազգային ժողով եւ ազգային ժողովի падգամավորների կեսից ավելին կողմ չքվեարկեցին, նշանակում է մենք 6 ամիս Նիկոլ Փաշինյանի դեմ ընդհանրապես նման գործընթաց սկսելու հարցադրման հարցը փակում ենք։ Այդ իմպիչմենտի հարցը փակում ենք։ Առաջիկայում հնարավոր է դուք եւս գործընթացով հանդես գաք։ Չենք ասել, որ այս գործիքը չենք օգտագործելու։ Մենք ասել ենք, այս գործիքը կօգտագործվի ճիշտ ժամանակին, ճիշտ հաշվարկված, երբ որ համոզված լինենք, որ ունենք այդ համապատասխան փողոցային ճնշումը գեներացնելու հիմքերը եւ ունենք նաեւ այդ 18+ քաղաքապեի տեխնատուները, որոնք բան կտան, կողմ կքվեարկեն։ Եթե դու չունես այդ ամեն ինչ, այդ նշանակում է դու միայն Նիկոլ Փաշինյանի ջրաղացին ջուր ես լցնում։ Ասում երեք Ռոբերտ Քոչարյանը ակնարկել էր, որ իսկ ինչ գիտեք, որ սա Նիկոլ Փաշինյանի ձեռնտու չէ, այսինքն այո, 6 ամիս կշահի եւ հանրությանը ցույց տալ, որ խորհրդարանում միջազգային հանրությանը, որ տապալվել է այսպես impeachment անվստահության գործընթացը եւ ավելի նոր այսպես եւ գիտեք ոչ միայն 6 ամիս կշահի Նիկոլ Փաշինյանը, այլ նաեւ մենք կունենանք մի հատ շատ ավելի լուրջ բացասական հետևանք։ Հանրությունը այլևս փողոցային ճնշման վրա հույս չի դնի եւ եթե գա այդ պահը ինքը այլևս փողոցային ճնշման դուրս չի գա, որ եթե հաշվարկված պետք է փողոցային ճնշումով սկսել այդ իմպիչմենտը, նա արդեն կկորցնի վստահությունը թե այս գործիքի կիրառման եւ թե նրան փոխելու հնարավորության շուրջ։ Եվ հետեւաբար մենք կունենանք շատ ավելի լուրջ բացասական հետևանք, այն է հանրության վստահությունը իմպիչմենտի գործիքի նկատմամբ եւ փողոցային պայքարի մեջ մտնելու ուղղությամբ։ Գյուրեղեն ամեն ինչ բացատրություն ունեք իշխանության կողմից հնչող քննադատություններ, մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը վերջին մի քանի ամիսների ընթացքում շատ է թիրախավորվում եւ երեք Ալեն Սիմոնյանը լուրջ մեղադրանքներ ներկայացնում, ասում էր նա մարդասպան է, ձեռքերը արյունի մեջ է, թալանչի է եւ այլն եւ այլն։ Այս ամենը ինչ է, որպես մրցակից են տեսնում այս ուժին ինչ խնդիր կա։ Ըստ էության իրենց այդ պնդումները տարբեր հանցագործությունների կատարման
զբաղվում, 7 տարի է իշխանության մեջ են։ Իրենք վաղուց արդեն եթե այդ ամեն ինչը ճիշտ է, պետք է բացահայտած լինեին եւ պատասխանատվության կանչած լինեին։ Հակառակ պարագայում ուղղակի անիմաստ սխալ հենց այնպես օթում հնչեցնող մտքեր են 7 տարի է իրենք վաղուց արդեն նախկին են օգտագործեին իրենց հնարավորությունները այդ ամեն ինչը բացահայտելու եւ ուր են այդ դատարանի այդ որոշումները, որով այս մարդիկ ճանաչվում են հանցագործ կամ կոռուպցիոն դրսևորումներ իրականացնող կամ չգիտեմ ուրիշ բաներ։ Դե կներեք 7 տարի է այդ առաջիկային դեռ չենք հասել։ Իրենց առաջիկան 7 տարի է վաղուց արդեն չկա։ Այնպես որ ես անիմաստ եմ համարում նման բաները վերջին մի քանի ամիսներին այս լարվածությունը որ իսկապես իրենք մեզնից լավ գիտեն որ հանրությունը այլևս իրենց չի վստահում։ Իրենք բոլորից լավ գիտեն, թե ինչ վարկանիշ ունի ԿՊ-ն այսօր հանրության մեջ։ Իրենք բոլորից լավ գիտեն, թե իրենք ինչ են արել այս երկրի գլխին եւ ինչ գնահատականի են արժանանալու առաջիկա ընտրություններում եւ իրենք շատ լավ գիտեն, որ ով ավելի մեծ վստահություն ունի հանրության մեջ, որ ուժն է եւ որ տեխնացուն է, որ շատ ավելի եւ փորձառություն եւ վստահություն ունի եւ կարող է երկիր այս վիճակից հանել եւ այդ կերպարի մեջ իրենք տեսնում են Հայաստան խմբակցությանը Ռոբերտ Քոչարյանին, նրա թիմակիցներին, բնական չի որ նրանց են թիրախավորելու, բայելում։ Եթե իրենց առաջին համոզիչ հակառակ ընդդիմախոսը մրցակիցը այս թիմն է, այս թիմին են քննադատելու բաղում, ասեն գնան, ասեն, բայց ինչի չեն ասում, եթե Էդմոն Մարուկյանը այդպես լուրջ ընդդիմադիր է իրենց եւ այդպես լուրջ տեխնացու է, որ վարչա, բան ինչի չեն իրենք Էդմոն Մարուկյանին թիրախավորում, որտեղ Էդմոն Մարուկյանի մեջ մրցակցի այդ համապատասխան ուժը չեն տեսնում։ Շատերը կան, որ կարող են ասել, հա, ես եմ, բայց իրենք ամենալավը գիտեն հանրության մեջ տիրող մթնոլորտը ու շատ լավ հասկանում են որ իրենց նաև անդիմադիր դա այո հենց նրանք շատ լավ գիտեն որ առաջին մրցակիցը ամենաուժեղ մրցակիցը որ ուժն է եւ այդ ուժի դեմ են պայքարում դա շատ սովորական շատ նորմալ այսպես ասած պատրաստվում են ոչ այնքան ընտրությունների այնքան իրենց իշխանությունը օր ավել պահելու որովհետև շատ լավ գիտեն, որ օրը կորցրեցին իրենց իշխանությունը, այդ օրվանից սկսած գալու է իրենց պատասխանատվության պահը, իսկ իրենք ամեն մեկը իր տեղում իրենց պատասխանատվության չափի զգացումը ունեն, գիտեն ինչ չափ է մեղավոր են, գիտեն ինչ պատիժ է իրենց սպասվում եւ ամեն օր ամեն ինչ անելու են, որ այդ պատիժը հնարավորինս հետաձգեն, իհարկե հնարավորինս նաեւ եթե վերարտադրվելու են, վերարտադրվեն, բայց իրենք էլ են լավ գնահատում, որ վերարտադրելու շանսերը շատ քիչ են։ Հաջորդ քարորիային մասնակցելու եք, որովհետեւ նախորդին երբ չմասնակցեցիք, իրենց կողմից մեկնաբանվեց, որ նիստին որ չմասնակցեցիք վեճից հետո շարունակվում էր նիստը, հարց ու պատասխանից հետո ասացին վախեցան, չեկան եւ այլն։ Ինչից վախեցանք։ Ինչից վեճից պատասխանից մտքերը հայտնողը մենք էինք իրենք իրենց վախերը բացահայտեցին այդ մնացած դրան հաջորդող ելույթներով այդ իրենց վախերի արտահայտումն էին մնացած բոլոր ելույթները պես որ մենք վախենալու իհարկե